Ավարտվեց Հայաստանի չեմպիոն Նոայի տպավորիչ եւ պատմական Եվրամրցաշրջանը։ Կոնֆերենցիաների լիգայի 1/16-րդ եզրափակիչ դուրս եկած Երևանյան ակումբի ճանապարհին կանգնեց նիդերլանդական Ազե Ալկմարը։ Երևանում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը հաղթեց անվանի մրցակցին Հովհաննես Համբարձումյանի սուպեր գոլի շնորհիվ։ Իսկ հա պատասխան խաղում Նոային լուրջ փորձություն էր սպասվում։ Քորները Նոայի հետ մեկնել էր Նիդերլանդներ եւ հատուկ ձեզ համար բացառիկ ռեպորտաժ է պատրաստել։ Մեկնելուց առաջ լիցքավորում ենք Telcel Wallet-ի Visa թվային քարտը, որն ամենահավատարիմ երկրպագուի պես միշտ մեզ հետ է ամենուր։ Առաջ Հայաստան։ Շուրջ 5 ժամ թռիչքից հետո ժամանում ենք Ամստերդամ, որտեղ մեզ դիմավորում են հարազատ տարբերանշանով եւ Նոայի պատվիրակության հետ հասցնում են Ալկմարի մոտակայքում գտնվող Ակերսլուտի հյուրանոց։ Ճանապարհից լավ հոգնած դիտում ենք Ինտերի հանդիպումը եւ գնում հանգստանալու։ Առջևում նախախաղային օրներ։ Առավոտ էր։ Տեղացիների խոսքով Նիդերլանդներին ոչ հատուկ, բայց մեր բախտից լուսապայծառ առավոտներից մեկը։ Ամստերդամյան տուր կազմակերպելու պատրաստակամությամբ մեզ հյուր է գալիս քորների լավ ընկեր, Նիդերլանդներում բնակվող Արմանը, ով հայկական ֆուտբոլի մեծ երկրպագու է եւ մեզ շատ աջակցեց ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Առաջին կանգառը Ալկմարի Աֆաս մարզադաշտը։ 2006-ին բացված եւ 15 տարի անց ռենովացիայի ենթարկված ժամանակակից մարզակառույցը տեղավորում է շուրջ 20,000 հանդիսական։ Նախ Աֆասով փոքրիկ տուր կազմակերպեցինք, ապա նաև զրուցեցինք մեր գործընկերների հետ։ Եվրոպայի հայերով եկել ենք երկրպագենք Նոային։ Մենք էլ համ Նոայի կողքին ենք, համ քորների։ Առաջ Նոա, եթերում քորներն է։ Ժամանակն է սկսելու ամստերդամյան տուրը։ Ամստերդամը կոնտրաստների քաղաք է։ Գողտրիկ փողոցներ, տասնյակ հազարավոր հեծանիվներ, համով քաղցրավենիքներ, տուրիստներ եւ լավ տրամադրություն։ Եվրոպական կայֆ է։ Ամստերդամով շրջելիս հանդիպում ենք նաև Նոային աջակցելու նպատակով Երևանյան ակումբի հետ Նիդերլանդներ ժամանած Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանին։ Տրամադրությունը շատ լավ է, առաջի խաղը նայելով, տեսնելով թե մեր տղաների ինչ խաղ են բարել, սա խաղի ընթացքի գծերն էին մեկանը, յակեի թելաջում խաղը, վստահ եմ ես խաղն ենք խաղդելու։ Շարունակելով բացահայտել Ամստերդամի հայկականը, այցելում ենք Սուրբ Հոգի եկեղեցի, որը գտնվում է հայկական կամրջի հարևանությամբ։ Այստեղ մեզ դիմավորում է իմ անվանակից Սամվելը, ով նաև մեծ ֆուտբոլասեր է ու նաև քորների հետևորդ։ Դե ոնց կարա Սամվելը քորներ չսիրի։ Ընտովեն նայնխեն արդեն հավաքվել են, որ ընկերներով սաղ երիտասարդներ կան։ Սաղ դրոշակ, դազինից էին դրոշակ ուզում, որ հայկական սիարեք եկեղեցուց վերցրեք, եթե գուզեք։ Միջ այեղնի 0-0, դիք շատ շնորհակալ ենք, բայց ազետը լավ է, ուժեղ է։ Առաջ որ Մանուչարյանը կար ստեղ, միշտ կար եկեղեցի, շատ է ծանոթ եմ մոդիկից։ I love Ajax, I love Edgar Manouchian, I love this game։ Hey, Yarxushta։ Ամստերդամյան ուշագրավ տուրի վերջում անցորդների հետ փորձեցինք հասկանալ, թե որն է աշխարհում իրենց սիրելի տեսարժան վայրը, գտնելով այն Unibank-ի նոր Master Card World Travel Card-ի վրա։ You come to Armenia to try it. Thank you. Have a nice day. You too. Տուր դե Ամստերդամն ավելի քան հաջողված էր։ Ժամանակն էր մեկնել նախախաղային միջոցառումներին։ Մաջդեին բոլոր մտքերը կապված էին խաղի հետ, բայց մինչ խաղին մեկնելն Ալկմարով կարճատև զբոսանք ենք կազմակերպում։
Ժամանում ենք մարզադաշտ, որտեղ Հայաստանից եւ ամբողջ Եվրոպայից ժամանած հարյուրավոր մեր հայրենակիցներն իսկական տոնական մթնոլորտ էին ապահովել։ Քոչարին ու Յարխուշտան անպակաս։ Առասարակ այդ օրը մեր թիմը ֆանտաստիկ եռագույն աջակցություն ստացավ։ Իսկական ռեսպեկտ մեր հայրենակիցներին։ Մինչ թիմերը պատրաստվում էին խաղին, մենք այցելեցինք Alkmaar-ի Fun Shop, որտեղ հատուկ մեր սիրելի հետևորդների համար նաև մրցույթ կազմակերպեցինք։ Երևանյան հաղթական խաղի համեմատ Սանդրո Պերկովիչը ոչ մի փոփոխություն չէր կատարել Նոայի մեկնարկային կազմում եւ տակտիկայում։ Իսկ համարձակիցն ակնհայտորեն լավ ուսումնասիրել էր մեր թիմի ուժեղ եւ թույլ կողմերը, ինչը հստակ երևաց արդեն խաղի մեկնարկում։ Ազեն խաղի մեջ առաջ անցավ արդեն 5-րդ րոպեին։ Ինչից հետո ամրապնդեց առավելությունն առաջին խաղակեսի վերջնամասում։ Առաջ անցնելով նշենք, որ արագ գոլը մեծ ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա։ Նոան ցավոք անճանաչելի էր եւ հազվադեպ էր գրողում։ Չնայած որ երկրորդ խաղակեսի մեկնարկում Սանգարեն կարող էր Հայաստանի չեմպիոնին հետ բերել խաղի մեջ։ Չես խփում դու, խփում են քեզ։ 54-րդ րոպեին Նիդերլանդների լավագույն թիմերից մեկը հեղինակեց նաև երրորդ գոլը եւ դիմակայությունում լուրջ առավելություն ստացավ։ Պերկովիչը պատասխանեց 3 փոփոխություններով, սակայն խաղի մեջ բեկում մտցնել ցավոք արդեն ուշ էր։ Տրիբունաներում թեժ էր։ Ոչ միայն հազարավոր ֆաների, այլև երկրպագուների համար նախատեսված հատուկ տաքացման համակարգի շնորհիվ։ Դե իսկ մեզ համար անչափ անհաջող դասավորված հանդիպման վերջակետը դրվեց ավելացված ժամանակում 4-0։ Նոան դուրս մնաց կոնֆերենցիաների լիգայից, սակայն պատմական մրցաշրջան անցկացրեց Եվրագավաթներում, դառնալով ակումբային մրցաշարի փլեյօֆ դուրս եկած առաջին հայկական թիմը եւ այդքան անհրաժեշտ դրական էմոցիաներ պարգևելով մեր հայրենակիցներին։ Ակումբը շարունակում է զարգանալ եւ արդյունք ապահովել տարբեր ուղղություններով, ինչը կարող է եւ պետք է արտացոլվի արդեն հաջորդ Եվրագավաթային մրցաշրջանում։ Դե իսկ առայժմ թիմին սպասվում է պայքար ներքին առաջնությունում, որի մասնակիցների համար Նոայի հաջողությունը նույնպես պետք է զարգացման ազդակ հանդիսանա։ Հուսով ենք հավանեցիք քորների նիդերլանդյան ռեպորտաժը։ Կհանդիպենք շատ շուտով նոր անակնկալներով։ Եթերում քորներն է։